Վերաբերում է Կտրիչ Ներսիսյանի տեղեկացվածությանը Վազգեն Գալստանյանի գործողություններին, ես վստահ եմ, որ նրանք շփվել են եւ հաճախ սինխրոնացրել են իրենց գործողությունները, եւ վստահությունս հենված է այն փաստի վրա, որ երբ որ Վազգենը վայր դրեց իր այդ կամ սառեցրեց, չգիտեմ ոնց է դա կոչվում իրանց մոտ, այդ իր եկեղեցական ծառայությունը եւ դուրս եկավ քաղաքական պայքարի, բայց նաեւ չհանեց այդ շորերը, չդադարեց պահանջել, որ ինքն իրեն սրբազան կոչեն եւ այլն, Էջմիածնի կողմից եւ Կտրիչ Ներսիսյանի կողմից անձամբ որևէ դատապարտող կամ որևէ արգելակող նշան չի եղել, հակառակը այդ ամեն ինչը ներկայացվել է բանի հովանու ներքո, հա, կաթողիկոսի Կտրիչ Ներսիսյանի հովանու ներքո, որտեվ եթե եկեղեցին անջատը պետությունից եւ չի խառնվում ոչ մեկը մյուսի գործերին, ապա այդտեղ տրամաբանականը հետեւյալն էր, որ այդ մարդուն պետք է հեռացնել եկեղեցուց եւ իր ծառայությունից, բայց դա չեղավ եւ մի քիչ որ ավելի հետ են գնում 21 թվականի ազգային ժողովի ընտրություններին։ Նույն Գալստանյանը կաթողիկոսի Ներսիսյանի օրինակն էր բերում Քոչարյանի հանրահավաքների ժամանակ։